Ցեղասպանության թեման դասավանդման առարկա ԱՄՆ-ում Կալիֆոռնիայի օրենսդիր ժողովի կրթության հարցերով հանձնաժողովը ընդունել է ցեղասպանության թեմայի դասավանդման օրինագիծ։ Ադրին Նազարյանի ներկայացրած օրինագիծը անցել է միաձայն, ներկայացված փաթեթով նաև խորհուրդ է տրվում 1915-ի դեպքերը ներառել ուսումնական ու մասնագիտական նյութերում։ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղվածի շարունակական ջանքերով ես ցանկանում եմ երաշխավորել, որ մեր ուսանողներն ավելի լավ կրթական փորձ ունենան, ավելի շատ բան իմանալու համար, թե ինչ է եղել անցյալում։ Մինչև այդ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած որոշումը Անկարայում մեծ արձագանք է ստացել։ Այդ առիթով Թուրքիայի արտգործնախարարը զանգահարել էր Ջոն Քերին, զգուշացնելով, որ Թուրքիան միջոցներ կձեռնարկի Սենատի դեմ։ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարը լրագրողներին հիշեցրել էր ցեղասպանության ճանաչման մասին Օբամայի ընտրական խոստումը, սակայն որոշ փորձագետներ ԱՄՆ ակտիվացումը համարում են զուտ ցուցադրական քայլ։ Միացյալ Նահանգների շահերից չի բխում, որպեսզի նման բանաձևեր անցնեն, իսկ պատմությունը փորձը մեզ ցույց է տվել, որ իրականում հայոց ցեղասպանության թեման վերածվել է քաղաքական գործիքի։ Փորձագետները առաջարկում են լոբինգը ուղղել ոչ միայն ճանաչմանը, այլ նաև փոխհատուցմանը։ Միջազգային նորմերով ըստ Սարգիս Հասպանյանի սահմանված տարբերակ կա, որ մարդկության դեմ կատարված հանցագործությունները պետք է փոխհատուցվեն, միայն ճանաչումը ըստ փորձագետի զուտ քաղաքական արդյունք կունենա։ Եթե չի գա փոխհատուցում, բա ինչի, ինչն ենք ընդունում, ուզում եմ հասկանալ, էլի, ուզում ես գողություն է եղել, շատ լավ, բա գողոն ուր է։ Ցեղասպանության շարունակություն որակված Քեսաբյան տեղահանումն էլ ևս մեկ ապտակ է թուրքական հակահայ քաղաքականությանը։ Միջազգային կառույցները բացասական են գնահատել թուրքական ներխուժումը Քեսաբ ու Բռնի տեղահանությունը։ Ըստ Սարգիս Հասպանյանի, սակայն Քեսաբյան դեպքերի մեջ իր մեղքն ունի ԱՄՆ եւ բոլոր գործողությունները իրականացվել են Վաշինգտոնի գիտությամբ։ Թուրքիան դա փոքր Ամերիկա է, առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների, այսպես ասած, դեղեցության, ասեցի ես քիչ արել, ոչ մի թրջուն, այս մի ծառի, այս ճյուղից այդ ճառը չգնա։ Թուրքագետ Գևորգ Պետրոսյանի կարծիքով Թուրքիան Քեսաբով ցանկանում է մտնել Լաթաքիա, քանի որ դա Ասադի հիմնական հենակետերից է։ Ըստ փորձագետի Քեսաբը առաջիկայում երկար մնալու է վտանգավոր գոտի։ Սարգիս Հասպանյանի կարծիքով էլ հուլիսին Թուրքիայի եւ Սիրիայի միջև կլինի կարճատև պատերազմ։ Արտեմ Լևոնյան, Նարեկ Գաուստյան, Arm News։